Անդրադառնալով ընդհանուր թեմային, այսպիսի հարց պետք է հնչեցնեմ, որ այսինքն կարելի է լինել կուսակրոն եւ այլասերված, եւ դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ։ Մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք։ Քաղաքական խոսույթին եւ խոսույթին առասարակ, այո, կարող են լինել նաեւ նման սուր արտահայտություններ եւ որակումներ։ Եվ ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ ուրեմն եկեղեցականներին։ Եվ ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք, հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատռելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս 7 տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի եւ սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին, մենք այդ բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատռելու ենք, անուն առ անուն։ Եվ եթե ձեր հարցի մեջ կար կոնտեքստ, որ անձնավորում եք, թիրախավորում եք, այո, անուն առ անուն թիրախավորելու ենք, անձնավորելու ենք եւ պատռելու ենք այդ սրբապիղծների դիմակը։ Եվ ես նորից եմ կրկնում. Եթե կան որոշ շրջանակներ, որոնց համար սրբապիղծ կյանքով ապրելը նորմալ է, իսկ դրա մասին խոսելը նորմալ չի, ես նրանց հաջողություն եմ մաղթում իրենց հետագա կյանքում։ Մենք խոսելու ենք բոլոր երևույթներից եւ խոսելու ենք մեր ժողովրդի հետ։ Եվ այն մարդիկ, ես տեսա ինչ-որ տարբեր որակումներ, գրառումներ, ամենավերջին բառամթերքն օգտագործող ամենալկտի մարդկանց կողմից, որոնք էլի այս 7 տարիների ընթացքում ինչ ասես չեն արել ու ինչ ասես չեն ասել, փորձում են բարեպաշտության ինչ-որ նորմերի մասին խոսալ, թող գնան մտնեն այն ծակերը, որտեղից դուրս են եկել։ Այդ մկան ծակերը թող գնան մտնեն վախեցած, ինչպես այն ժամանակ էին ապրում, շարունակեն այդտենց ապրել եւ հեռու մնան ժողովրդից ու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից ու Հայաստանի Հանրապետության պետականությունից։ Հարցերից սկզբում դուք նշեցիք, որ հատիկ պատռելու եք դիմակները, սա ենթադրում է, որ անուն առ անուն է լինել, այսինքն անուններով խոսելու եք եկեղեցականների հետ կապված իրենց կենսագրությունները ներկայացնելու եք եւ դուք ասեցիք, որ թիրախավորում է եկեղեցին պետականությունը։ Խնդրում եմ օրինակներ նշեք, ինչպես է թիրախավորում եւ հիմնական հարցս նաեւ էլի ձեր խոսքից է գալիս, դուք ասում եք մենք ոչ մի կերպ չենք տրվելու սադրանքների, միչեւ որ փուլը չենք տրվելու, այսինքն ինչ պետք է լինի, որ խախտվի այդ չտրվելը։ Անունների մասով կգա ժամանակը դուք կտեսնեք, թող ավելի հետաքրքիր լինի այդպես, բնականաբար խոսքը չի գնում օդի մեջ հայտարարությունների մասին, խոսքը գնում է շատ կոնկրետ իրավիճակների, շատ կոնկրետ մարդկանց մասին, որոնց դիմակը պետքա պատռել։ Եվ վերջ, իրան ժամանակը ավարտվել է, իրան ժամանակն ավարտվել է շատ վաղուց։ Ինչ վերաբերվում է, որ ասում ենք օրինակներ, թե ինչպես են որոշ եկեղեցականներ թիրախավորել պետականությանը, մարդիկ քաղաքական հայտարարություններ են անում, մտեք այդ եկեղեցականների Facebook-յան էջերը մի հատ, այն Բագրատի լայվերը միացրեք նայեք, չեք ծանոթ եք դուք Բագրատին, Գալստանյան, այն որ սառել էր, հիմա հետա հալեցրել են, ինչ են արել, ծանոթ եք դուք ընդհանրապես եկեղեցականներին հարցնում եք, օրինակ, պարոն Գալստանյան, ձեզ որ սառեցնում են, օրինակ ինչ ընթացակարգերով, Տիկին Տիգրանյան սառեցվում եկեղեցականը, օրինակ, падգամավորի լիազորությունները գրած է, ոնց հա դադարեցվում, հիմա մեր որոշ եկեղեցականներ իրանց դրել են, չգիտեմ ում տեղը, եւ ինչ ուզում խոսում, ինչ ուզում անում են, առանց որևէ հիմնավորումների։ Եվ երբ որ դուք ասում եք ինչպես է եկեղեցին պետականությունը թիրախավորում, ես դες կրկնում եմ, գնացեք հայ-առաքելական եկեղեցու Facebook-յան էջի վերջին հայտարարությունները կարդացեք մանրամասն։ Որոշ եկեղեցականների Facebook-յան էջերը ուսումնասիրեք մանրամասն եւ ընթացքում էլ զուգահեռ կարող եք Բագրատի լայվերը դիտել եւ որ ամեն ինչ վերահաստատվի ձեզ մոտ, շնորհակալ եմ։